Եթերում ներսարի գիշերային շոուն է, շոու, որն ունի աստղային հյուրասրահ ու աստղային հանդիսավար, բա ես, այո, նաև աստղային ձայն, Արսեն G, այս երեկո ներսում հյուր ունենք Հոլիվուդից, դերասան, ռեժիսոր ու պրոդյուսեր Դերեն Սարաֆյան, իսկ հիմա դիմավորեք, ներս է մտնում տանտերն ու տանուտերը, Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո եւ բարի գալուստ, Հոլիվուդը մեծ է, բայց հայերը միշտ գտնում են իրենց փառքի անկյունները։ Օրինակ Անժելա Սարաֆյանը, որ Սուպերմանում մարմնավորում է Լարա Լորվանին, Անժելան Սուպերվումեն հայ համայնքի, սրտում է միշտ, հետո Կարեն Գարագուլյանը, Վաչե Թովմասյանը, Անորայի թիմում Օսկարների մեծ հաջողության հոսանքով։ Ով կմտածեր, որ Բրուքլինի պատմությունը կդառնա բոլորի սիրելի հեքիաթը։ Սև Օհանյանը իր Searching, Run ու շատ այլ ֆիլմերում եղած executive producer մարդ, որի յուրաքանչյուր ֆիլմ հիթ է դառնում, Էրիկ Իսրայելյանը խոստումով, որ ոչ միայն կինո արեց, այլ ամբողջ ինստիտուտ հիմնեց UCLA-ում։ Դե անուններ շատ ունենք, օրինակ Էդգար Դամաթյան, Նորա Արմանի, Մայքլ Գյուրջյան, Արման Նշանյան, Կարին Հովհաննիսյան, նրանք կերտում են հայկական պատմությունը Հոլիվուդում, որն իհարկե այս պահին ընթացքի մեջ է, իսկ հետո կհասկանանք։ Հիմա ողջունենք Ռուցլայնին ու մեր բենդի ֆանտաստիկ երաժիշտներին։ Դրեք բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ եք։ Ոնց եք։ Լավ դու ոնց ես։ Շատ լավ եմ։ Կխնդրեմ մի հոլիվուդյան ինչ-որ սաունդթրեքով գնանք դեպի Վիենդեմ բար։ Գնացինք։ Այսօր բարում մաքուր դասականություն է։ Լսում եմ Վիենդեմ 10 տարեկանը, սա էլեգանտ վայելք է, որը հասունացել է խաչատրյանական երաժշտության ներքո։ Խմում ես ու ներսում Գայանե բալետի անզուգական հայկական շունչը ներս ես անում։ Դե, cheers, բայց հեռու չգնաք, որովհետև կարճ դադարից հետո հյուրից ներս եմ կանչելու։ Fly me to the moon, let me play among the stars. Let me see what spring is like on Jupiter and Mars. In other words, please be true. Մի փոխեկալիքը վերադառնում ենք Հոլիվուդի ռիթմով ու հայի աչքերով։ Հյուրն է Դերեն Սարաֆյանը։ Fill my heart with song, let me play forevermore. You are all I long for, all I worship and adore. In other words, please be true. In other words, I love you. Eketesem der aşk, nայում է քեզ հազար աչք, անգամ քո բույրից ծաղիկներն են փախչում սիրելիս, սերասեմ քեզ թե համայք, տվիր իմ սրտին դու կյանք, բառեր չեմ գտնում, անգամ բառն է փախչում ինձանից, eketesem der aşk, նայում է քեզ հազար աչք, անգամ քո բույրից Ծաղիկներն են պատչում սիրելիս, սերասեմ քեզ է համայք, նավին իմ սրտին դու կյան, բառեր չեն գտնում, բառեր չեն գտնում, անգամ բառն է պատչում ինձանից։ Սեպտեմբերը Երևանում միշտ պրեմիերայի հոտ ունի։ Այս օրերին Երևանի կինոթատրոններում ցուցադրվում են նոր ֆիլմեր, նույնիսկ տեղի ունեցավ հայկական պրեմիերա։ Եթե կինոյով չեք հագենում, փնտրեք ներկայացումներ, համերգներ ու հետաքրքիր միջոցառումներ։ Երևանը սեպտեմբերից սկսած շատ մշակութային է, իսկ հիմա դիմավորենք մեր հյուրին։ Այո, մարդ, որի կենսագրությունը կարծես կինոլենտ լինի, արագ, հստակ
ու հիշվող կադրերով։ Ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր ու դերասան, ով աշխատել է Ռոջեր Կորմանի թիմում, հետո տեղափոխվել Հռոմ, որտեղ գրել ու նկարահանել է իր առաջին լիամետրաժ The Failing ֆիլմը։ Վերադառնալով Միացյալ Նահանգներ ստեղծել է մի շարք ժանրային հիթեր՝ Death Warrant, Gunman, նա CSI New York-ի production director-ն է, House MD-ի համատեղ պրոդյուսեր ու 2 տասնյակից ավելի սերիաների ռեժիսոր։ Որպես ռեժիսոր նրա անունը տեսել ենք նաև Lost, Fringe, The Strain, Buffy the Vampire Slayer եւ այլ նախագծերում։ Նրա ընտանեկան արյան մեջ էլ կինոն է դերանը լեգենդար ռեժիսոր Ռիչարդ C. Սարաֆյանի որդին եւ Ռոբերտ Ալթմանի եղբորորդին։ Այսօր մեր բեմում է մի մարդ, ում պատմությունը կադրում է ռիթմը երաժշտությամբ։ Դիմավորեք Դերան Սարաֆյան, ներս արի։ Don't let me out, don't turn me down. I just wanna love her, baby, sit with me on the floor. Let me go, I got to get below. That's on me, let me go, I got to get below. Don't let me out, don't turn me down. I just wanna love her, baby, stay with me on. Don't with me, let me go, I got to get below. You don't with me, let me go, I got to get below. Հրաշալի է։ Բարի երեկո Դերեն։ Բարի երեկո։ So nice to see you. Շատ հրաշալի է ձեզ տեսնել այստեղ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք ու շատ ողջավորված եմ, որ դուք հիմա ներսում եք։ Շնորհակալություն ևս մեկ անգամ։ Բարի գալուստ Հայաստան։ Դերան, ո՞րն էր ձեր առաջին իրական հաջողությունը կինոյում կամ հեռուստատեսությունում եւ ո՞ր դասը մնաց ձեզ հետ դրանից հետո։ My first break, big break, Իմ առաջին մեծ հաջողությունն Իտալիայում օպերատոր աշխատելն as a էր։ cameraman. I came over from the United States, Ես Միացյալ Նահանգներից եկա։ Պարզապես get discovered. ինքս ինձ բացահայտել փորձելու համար։ Եվ Got to meet Federico հանդիպեցի Ֆեդերիկո Ֆելինիին։ and the camera broke. Մի դեպք And պատահեց։ he didn't know I was in the Տեսախցիկը coffee shop, փչացավ։ and I said, I Նա know ինձ չէր ճանաչում։ Ես սրճարանում էի եւ ասացի, ես գիտեմ ինչպես պետք է վերանորոգել։ Մտա ներս, նորոգեցի տեսախցիկը, ժապավենի մի փոքրիկ կտոր հանեցի եւ նրա օպերատորը, բեմադրող օպերատորը հրաժարվեց, աշխատանքից դուրս եկավ։ Նա ասաց, կարող ես այսօր օպերատոր լինել։ So on Ginger and Fred, I was Այո, այդպես։ Ջինջեր եւ Ֆրեդ ֆիլմում ես բեմադրող օպերատոր էի, մեկ օրով։ Վաու, մարտահրավեր է եղել դա։ that was challenging. Կարծում եմ մարտահրավեր էր, այո։ Got an offer, Հետո ես առաջարկ ստացա մի պրոդյուսերից, որն ասաց, լավ սցենարներ ունեք։ good screenplays, Ասացի այո, and I said yes. կարող եմ կարդալ։ So I went. He Նա goes, "Can I սարսափ read ֆիլմ it?" էր ուզում։ Ասացի այո, He wanted այն a horror պատրաստ film. կլինի I said, չորեքշաբթի։ yes, it won't be finished till Ուրբաթ Wednesday. էր, իսկ ես գրած ոչինչ չունեի։ And I hadn't written anything. Այդ շաբաթ կիրակին գնացի տուն, գրեցի, 95 էջ գրեցի, տվեցի նրան։ Նա նայեց վերջին էջը, նա գնաց, ասաց, կարող եք նկարահանել 2 շաբաթում, ասացի այո։ Խենթություն։ Դա իմ հաջողությունն էր։ Դուք ունեք շատ պաշտոններ, պրոդյուսեր, դերասան, սցենարիստ, ռեժիսոր, որն է ամենաշատը ձեր սրտով այս ամենից եւ ինչու։ Well, I'm a director. Դե ես ռեժիսոր եմ։ Most. Դա այն է, ինչով ես ամենաշատն եմ զբաղվում։ The director Հեռուստատեսությունում աշխատելիս ռեժիսորը երբեմն պրոդյուսերի պաշտոն է ստանում։ Եթե նրանց դուր են գալիս ձեր շոուները, ինչպես օրինակ House-ը, ես առաջին 100 սերիաներից 23-ը նկարահանել եմ որպես ռեժիսոր։ Դրանից հետո։ after that, but I Հետո love it ասացի, all. I որ love պետք է writing. պրոդյուսերը լինեմ, այդպես դարձա պրոդյուսեր։ Բայց ես սիրում եմ այդ ամենը։ Ես սիրում եմ գրել, ես սիրում եմ ամեն ինչ։ Ինձ համար դա ամեն ինչ է։ Մոնտաժը։ Everything. Ես երաժշտություն եմ գրում։ Ինձ համար այդ ամենը ամբողջի մի մասն է։ Բայց ամեն ինչ կինոյի մասին է, չէ՞։ Ամեն ինչ ֆիլմի մասին է։ Ֆիլմի մի մասն է։ Ինչպես է փոխվում ձեր ռեժիսորական մոտեցումը լիամետրաժ ֆիլմերու ու արագ ռիթմով ու տեմպով հեռուստատեսային շոուների միջև։ It's interesting because Հետաքրքիր է, քանի որ հիմա դրանք շատ նման են։ Նախկինում դրանք այդպիսին չէին։ Իսկ հիմա արտադրության գործընթացները շատ նման են։ Պարզապես հեռուստատեսությունում այն շատ ավելի արագ է։ Գիտեք, կինոյում 8 շաբաթ ունեք նկարահանումներին նախապատրաստվելու համար։ Հեռուստատեսությունում դուք ունեք 7 կամ 8 օր։ Երբեմն 8 րոպե։ Երբեմն ժամանակ չկա, որովհետև երբեմն ռեժիսորը դուրս է գալիս, ինչպես ես, երբ պրոդյուսերություն եմ անում։ Եվ ուղղակի պետք է ռեժիսորություն անեմ առանց նախապատրաստության։ Ես պարզապես մեկից մյուսին եմ անցնում։ Այո։ Բայց հիմա ամեն ինչ փոխվում է։ Եվ այո, դա ճիշտ է։ Հիմա ֆիլմերի եւ հեռուստաշոուների ստեղծումը գրեթե նույնն են դարձել։ Շատ նման գործընթացներ են։ Հիմա նրանք միավորվել են։
Նախկինում հեռուստատեսային ռեժիսորները չէին կարող ֆիլմեր նկարահանել, իսկ կինոռեժիսորները չէին ուզում հեռուստատեսությամբ զբաղվել։ Ես սկսեցի ֆիլմերից, բայց սիրում եմ հեռուստատեսությունը։ Ես սիրում եմ հեռուստատեսության արագ տեմպը, քանի որ միշտ պետք է մտածել, թե ինչպես ավարտին հասցնել մի նշագից 7 օրում։ Լոստը մոտավորապես 11 օր էր, ինչպես այդքան արագ իրականացնել մեծ նախագիծը, այդքան շատ էջերը։ Եվ ես սիրում եմ այդ էներգիան։ Այո, այդտեղ դու պիտի լինես արագ, պիտի արագ մտածես։ Եվ հեռուստատեսությունում դուք ունեք հիանալի անձնակազմ։ Իմ կարծիքով հեռուստատեսության անձնակազմը, որոնք աշխատել են կինոյում, ավելի լավն են։ Նրանք այնքան լավն են եւ այնքան արագ։ Բոլորը լավ են կատարում իրենց աշխատանքը եւ նրանք պետք է միասին աշխատեն, ինչպես մի գլուխկոտրուկ, որպեսզի ավարտին հասցնեն գործը։ Երբ միանում եք արդեն ձևավորված սերիալին, որը ընթացքի մեջ է եղել ու դրան կեսից եք միանում, ինչպես եք պահպանում դրա ոճը, բայց միաժամանակ նաև ավելացնում եք ձեր ձեռագիրը, որտեղ արդեն դուք եք այդ նախագծին միացել։ Գիտեք, որպես ռեժիսոր ես միշտ պատրաստվում եմ ավելացնել իմ երանգը։ Երբ ես եկա House, այնտեղ կատակերգություն չկար։ Իսկ ես սիրում եմ կատակերգությունը։ Եվ Հյու Լորին, աստղը, ապշելու կատակերգու է, բայց նրանք չէին օգտագործում այդ փաստը։ Ես ասացի նրան, որ սկսի օգտագործել իր հումորը կատակերգության մեջ։ Մեր շոուն House-ի ամենացածր վարկանիշ ունեցող շոուներից մեկն էր։ Իսկ երբ նա նկարահանվեց կատակերգությունում, մենք արագորեն բարձրացանք հեռուստատեսության առաջին հորիզոնականը։ Դա փոխվեց։ Իսկ Հյու Լորին հրաշալի դերասան է։ Գիտեք, նրա կատակերգությունն իմ վաստակը չէ, բայց իմ վաստակն է, որ թույլ եմ տվել նրան զբաղվել իր կատակերգությամբ։ Ոնց եք քաստինգի ժամանակ փնտրում ու կողմնորոշվում, որ հատկանիշն է ձեզ հուշում, որ այս դերասանը հաստատ ճիշտ է ու իմն է։ Դա շատ հետաքրքիր է։ Ֆիլմերը փոխվել են։ Մարդիկ այժմ լսումների համար ձայնագրություններ են ուղարկում, փոխանակ ռեժիսորի հետ նստելու եւ դերասանի էներգիան զգալու։ Ես պետք է նստեմ դերասանի հետ, որպեսզի լսեմ նրան, զգամ նախագծին նրա տրամադրվածությունը։ Շատ նախագծեր եւ շատ քաստինգի ռեժիսորներ պարզապես ուզում են, որ բառերը ճիշտ լինեն, բայց ես դա չեմ ուզում։ Եթե նրանք սխալվեն, չի նշանակում, որ նրանք վատ դերասան են, քանի որ 2 օր են ունեցել դիտելու կամ 5 ժամ սցենարին ծանոթանալու համար։ Ես չեմ անհանգստանում նրանց արած սխալներից։ Ես ուզում եմ զգալ, որ նրանք կապված են պատմության էության հետ։ Դա է իմ փնտրածը։ Եվ հետո ես նաև կարող եմ զգալ էներգիան այնպես, ինչպես մենք կարող ենք զգալ միմյանց էներգիան կողք կողքի նստած։ Իդեպ պետք է ասեմ, որ քեզ տեսել եմ Գառնիի տաճարում Հայկոյին նվիրված համերգին։ Դու հիանալի էիր, եւ ինձ համար մեծ հաճույք էր քեզ հանդիպելը։ Վա, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ պատիվը ինձ համար։ Այո, դա ճիշտ է։ Ինչ վերաբերում է դերասանների էներգիան զգալուն։ Հիմա ես ինձ համար բացահայտել եմ ինքնանկարահանումների աշխարհը, ու նախկինում ես չգիտեի դրա մասին։ Ու կարծում եմ սա հիանալի հնարավորություն է ինձ նման դերասանների համար, ովքեր ապրում են մեծ ֆիլմերից կամ մեծ հնարավորություններից շատ հեռու։ Այո, եւ դուք ճիշտ եք, պետք է զգալ էներգիան դեմ առ դեմ։ Դու հայտնվում ես ժապավենների կույտի մեջ։ Մարդիկ չեն նայում ամբողջը։ Նրանք նայում են 10 վայրկյան ոչ, հետո հաջորդ 10 վայրկյանը ոչ, հետո հաջորդը։ Ես Հայաստանում ֆիլմի վրա եմ աշխատում եւ պետք է հանդիպեմ դերասաններին, տեսնեմ մի քանի զարմանալի, հիանալի դերասանների։ Ֆիլմի մասին շատ բան չեմ կարող պատմել։ Այն տեղի է ունենում 60-ականների խորհրդային Հայաստանում։ Պատմական ֆիլմ է։ Բայց ես ծանոթացա ինձ հանդիպած ամենահիանալի դերասաններից մի քանիսի հետ, որոնք աշխատելու են այս ֆիլմի վրա։ Եվ ծանոթացա այստեղ տեղում։ Հրաշալի է։ Ոչ մի ինքնանկարի կարիք չկա։ Okay, ոնց եք պահպանում մարտական տեսարանների օրգանիկան, ժամանակակից վիզուալ էֆեկտների դարաշրջանում, ոնց եք կարողանում դա ստանալ, հա։ Ես համակարգչային գրաֆիկա շատ չեմ օգտագործում։ Մի քիչ։ Հիմա միտում կա հեռանալ համակարգչային գրաֆիկայից եւ խաղալ իրական մարտաֆիլմեր, ինչպես Թոմ Քրուզն է իրապես անում իր գործը։ Այնպես որ իմ մոտեցումն է փորձել որքան հնարավոր է շատ իրական լինել, առանց վտանգելու դերասանների կամ անձնակազմի կյանքը։ Բայց ես սիրում եմ, որ դա իրական լինի։ Սիրում եմ զգալ կրակոցների, պայթյունների ձայները, ռադիատորի հեղուկի հոտը մեքենայի վթարից հետո։ Ուզում եմ, որ դա իրական լինի եւ տեսախցիկը տեսնի դա։ Իհարկե։ Եվ կարծում եմ, որ դա դերասանների համար երազանք է, քանի որ դա օգնում է նաև դերասաններին ունենալ այդ բոլոր զգացմունքները։
Դա դժվար է։ Գիտեք, այսօր դերասանները երբեմն ստիպված են լինում ամբողջ ֆիլմը նկարահանվել կանաչ էկրանի առջև։ Եվ ինչպես եք մնում այդ աշխարհում։ Ինչպես եք վերաբերվում այդ ամենին, որովհետև խոսքը միայն գործողության մասին չէ, այլ գործողության մեջ դերասանական խաղի մասին։ Նրանց համար էլ է բարդ։ Դա շատ դժվար է, եւ ես շատ տպավորված եմ դերասաններից, որոնք կարողանում են դա անել, լավ անել։ Բայց կարող եք ստեղծել իրական աշխարհ, իրական գործողություններով։ Դերասանները սիրում են դա։ Մենք բոլորս ենք սիրում դա։ Եվ ինչպես ասացի, եթե կարողանում եք տեսնել դա, կարող եք զգալ ֆիլմի վրա։ Այո, էկրանի վրա։ Yes. Այո։ Նկարների հրապարակում կա ինչ-որ սովորություն կամ կանոն, որից երբեք չեք հրաժարվում ոչ մի դեպքում։ I have a rule Ես մի կանոն ունեմ, որը սովորել եմ այլ ռեժիսորներից, որոնց մոտ նախկինում աշխատել եմ որպես օգնական։ I like Ես սիրում եմ լռել։ number one. Առաջին հերթին չեմ սիրում, երբ մարդիկ անընդհատ խոսում ու ծիծաղում են նկարահանման հրապարակում։ I like it quiet all Չպետք է միայն մատոր ասելուց հետո լռություն լինի։ Հրապարակում միշտ պետք է լուռ լինի։ Ես ուզում եմ, որ դերասանները, հատկապես հյուրաստղերը, stay in character. լավ լինեն եւ հաճույք ստանան, բայց նրանք պետք է իրենց կերպարի մեջ մնան։ Running around Եվ եթե բոլորը խոսում են, ծիծաղում եւ դեսուդեն վազվզում, դա ինձ դուր չի գալիս։ Ես ուզում եմ, որ նրանց աշխարհն իրական լինի իրենց համար, եւ հետո այն իրենց գլխում լինի։ Ես սիրում եմ դերասաններին։ Իմ սիրելի աշխատանքը նրանց հետ է։ Ես սիրում եմ օպերատորներին եւ բոլոր այն մարդկանց, որոնց հետ աշխատում եմ։ Բայց ինձ համար դերասանները նրանք են, որոնց մենք տեսնում ենք էկրանին, եւ նրանք պետք է իրական լինեն։ Դուք պետք է զգաք այդ իրականությունը։ Դա պետք է շոշափելի լինի մեզ համար, որպեսզի զգանք դա։ Եվ երբ այդ ամենը կա, գեղեցիկ է։ Լինի ամենափոքր բանը, որևէ ձայն, երբ ինչ-որ մեկը բաժակ է գցում, գոռում է, ծիծաղում է ընկերների հետ, նրանք շեղվում են։ Ինձ դուր է գալիս լռությունը։ Դա երազանք է։ Okay, ինչ արդյունավետ կամ օգտակար անհաջողություն եք ունեցել ձեր կարիերայում, որը հետո ձեզ օգնել է ձեր հաջողությանը հասնելու համար։ well Կովիդի հենց սկզբում, երբ ես աշխատում էի FBI Most Wanted անունով մի շոուի վրա, նախքան նկարահանման հրապարակ գալը, մենք պետք է գնայինք թեստ հանձնելու։ Ստիպված էինք դիմակներ կրել, իսկ դերասանների հետ աշխատելու համար ստիպված էինք մեկ այլ դիմակ կրել։ Դերասանների հետ խոսելիս դիմակը մշուշոտվում էր, եւ ես ստիպված էի բարձրացնել դա, քանի որ չէի տեսնում դերասաններիս։ Ինձ ասացին, որ ես իրավունք չունեմ դիմակը բարձրացնել։ Ասացի, որ մի հատ էլ ունեմ, բայց ասացին դա անհնար է։ Ու ինձ ազատեցին աշխատանքից։ Առաջին անգամն էր այս ոլորտում երկար տարիներ աշխատելուց հետո։ Ասացին դու չես կարող դա անել։ Մեծ ձախողում էր եւ շատ վշտացնող։ Բայց լավն այն է, որ երբեմն երբ նման վատ բան է պատահում, դրանից ինչ-որ լավ բան է դուրս գալիս։ Եվ դրանից հետո ես որոշեցի, որ հեռուստատեսային ռեժիսոր չեմ։ Ես կրկին լիամետրաժ անկախ ֆիլմեր եմ նկարահանելու։ Այսպես ես սկսեցի ֆիլմեր գրել։ Եվ հիմա այս ֆիլմն եմ անում այստեղ։ Ինքս չեմ գրել, բայց աշխատում եմ սցենարիստների հետ։ Իտալիայում մեկ այլ ֆիլմ եմ անում, որը գրել եմ Կովիդի ժամանակ։ Այդ ամենը չէր լինի, եթե չհեռացվեի այդ շոուից։ Ստացվում է հրաշալի է դա։ Դա իսկապես օրհնություն էր։ Դու մտածում ես, որ դա ամենավատ բանն է, հատկապես երբ քեզ երբեք ոչինչից չեն հեռացրել։ Որոշեցի պետք է սա աշխատեցնեմ իմ օգտին։ Այսպիսով ես վերցրեցի իմ համակարգիչը, մի քանի գաղափար եւ գրեցի 2 սցենար։ Այո, սա նոր էջի սկիզբ է։ Ամենից հետո։ Ինձ համար դա բոլորովին նոր սկիզբ է։ Հրաշալի է։ Ոնց եք օգտագործում ձեր երաժշտությունը, ռիթմը, լռությունը, լարվածություն կամ զգացմունք, էմոցիոնալ տեսարան ստեղծելու համար ձեր ֆիլմերում։ it's important. Դա կարևոր է։ The film I'm doing here Այստեղ արվող ֆիլմի համար ես գրում եմ երաժշտություն։ Ես սկսեցի երաժշտություն գրել 2 տարի առաջ, երբ ինձ առաջարկեցին նախագիծը։ Ֆիլմի նկարահանումները դադարեցվեցին, բայց ես արդեն երաժշտություն էի գրում։ Հետո նրանք նորից զանգահարեցին ինձ, ասացին մենք ֆինանսավորում ունենք, ուզում ենք, որ դու լինես ֆիլմի ռեժիսորը։ Բայց ես արդեն գրել էի ֆիլմի ողջ երաժշտությունը։ Երբ եկա Հայաստան, նրանց շատ դուր եկավ։ Եվ մենք ֆիլմում օգտագործում ենք իմ երաժշտությունը։ Հուսով եմ կաշխատենք նաև այն նվագախմբի հետ, որի հետ դուք ելույթ եք ունեցել։ Որպեսզի դուք կարողանաք ձեր բոլոր զգացմունքներն արտահայտել ոչ միայն որպես ռեժիսոր, այլև որպես կոմպոզիտոր, հա։ the film I'm doing Սա այն ֆիլմն է, որի մեջ ես ներդնում եմ ամեն ինչ։ Այս ֆիլմը շատ կարևոր է ինձ համար։ and I'm Եվ գիտեք, որ ես կիսով չափ հայ եմ։ and my grandmother was Իմ տատիկը հոլոկոստի ժամանակ կորցրել է իր ծնողներին։ Նրանց սպանել են իր աչքի առաջ։ and then Այդպես նա որփացել է եւ հետո նրան նավով տարել են Նյու Յորք, որտեղ հանդիպել է պապիկիս։ very close with my grandmother. Ես շատ կապված էի տատիկիս հետ։ She was like Նա ինձ համար մորպես էր։ and I would Եվ ամառները Նյու Յորքում նրա հետ էի անցկացնում։ um
Նա, ինչպես նաև հորեղբայրս, որը դեռ ողջ է, ինձ պատմում էին, որ 3 տարեկանում ես կարողանում էի հայերեն խոսել, բայց ես դա չէի հիշում։ Բայց առաջին անգամ լինելով Երևանում մտա Grand Երևան հիանալի հյուրանոցը, չիմանալով թե ինչպիսին կլինի ամեն ինչ։ Հյուրանոցը արտակարգ է։ Սյուզին այնտեղի մենեջերը հոգ է տանում իմ մասին։ Իսկ ուտելիքը նման է տատիկից պատրաստած ուտելիքին։ Ողջ սնունդը շատ եմ հավանում։ Սա պարզապես զարմանալի փորձառություն է ինձ համար։ Տեղափոխվենք Հոլիվուդ ու ինձ հետաքրքիր է, որ նա Հոլիվուդի մասին ամենամեծ միֆը, ամենամեծ սուտը, որը դուք կուզեիք, որ երիտասարդ ռեժիսորները իմանան ու անտեսեն, թեկուզ նաև հիմա Հայաստանում ապրող երիտասարդ ռեժիսորները, ովքեր կլսեն ձեզ։ Ամենամեծ սուտն այն է, որ Հոլիվուդը հեղինակություն ունի։ Հաճախ երբ մարդկանց ասում ես ես Հոլիվուդի ռեժիսոր եմ եւ նրանք ասում են օ, այնտեղ միայն վատ մարդիկ են, դա սուտ է։ Կան այնպիսի զարմանալի արտիստներ եւ մարդիկ, որոնց հետ ես աշխատել եմ, որոնք լավ մարդիկ են։ Երբեմն այստեղ այնտեղ փոքրիկ պատմություններ են լինում վատ մարդկանց կամ ինչ-որ մեկի մասին, որն ինչ-որ սխալ բան է արել, բայց յուրաքանչյուր բիզնեսում կան նման դեպքեր։ Դրա պատճառով ենք մենք հանրայնացվում։ Ես կարծում եմ, որ ամենամեծ սուտն այն է, որ Հոլիվուդը մի տեսակ մութ վայր է, որտեղ սարսափելի բաներ են պատահում։ Դա ճիշտ չէ։ Որ համագործակցությունն էր ամենածանրը ու ամենածանր փորձությունը ձեզ համար եւ ինչ սովորեցիք այդ համագործակցությունից կամ այդ գործընկերոջից ու աստղից, հա։ Լավ հարց է։ Ես ունեցել եմ բազմաթիվ աստղեր, որոնք սկսել են մարտահրավեր նետելով, ապա դարձել են իմ լավագույն ընկերները։ Ջեյմս Գանդալֆին Terminal Velocity ֆիլմի հենց սկզբում։ Նա գիտեք, շատ Թոնի Սոպրանո է։ Մի տեսակ վախենում էի սկզբում։ Առաջինն էր։ Նախապատրաստական աշխատանքների ընթացքում ասում էր, օ, չգիտեմ։ Նկարահանումների առաջին օրը, մինչև սկսելը, նրան ասացի, ի՞նչն ես ամենաշատը ատում ռեժիսորի ասածների կամ արածների մեջ։ Նա ասաց, ատում եմ, երբ ռեժիսորն ինձ ասում է ավելի բարձր խոսիր։ Մենք աշխատում ենք բոլոր ինքնաթիռների եւ այլ ձայների մեջ։ Եվ ես չեմ լսում նրան։ Նա նայում է ինձ ու հարցնում. «Ինչ ես կարծում»։ Ես նայեցի նրան ու բղավեցի. «Ավելի բարձր խոսիր»։ Դրանից հետո մենք լավագույն ընկերներ էինք։ Աստվածի հրաշալի է դա, բայց հայկական ֆիլմերում ավելի բարձր խոսիր միշտ ասում են հնչյունային օպերատորը կամ հնչյունային ռեժիսորը։ Դա մեծ խնդիր է, գուցե տեխնիկական խնդիր է, չգիտեմ։ Հավանաբար տեխնիկական խնդիր է։ Բայց կարծում եմ, որ դա միշտ խանգարում է դերասանին։ Այո, դերասանին ասել, որ ավելի բարձր խոսի, ամենավատ բանն է։ Ինչ կարող ես անել, որովհետև նա սկսում է մտածել բարձր լինելու, այլ ոչ թե կերպար կերտելու բաս։ Այսինքն դու չես ուզում դա անել, նույնիսկ եթե չես լսում նրանց։ Ավելի ուշ շտկեք դա կամ ուղղեք ձայնը։ Այո, բայց նկարահանման հրապարակում դա միշտ մեծ խնդիր է։ Դա համընդհանուր է։ Ես համոզվում եմ, որ միկրոֆոնն այստեղ է, որպեսզի իմանանք, որ այն ձայնագրում է, եւ մենք ունենք բում, որպեսզի համոզվենք, որ այն ձայնագրում է։ Ես շատ ուրախ եմ սա լսել, որովհետև ես միշտ մտածում էի դրա մասին, երբ մեր նկարահանման հրապարակներում հնչյունային ռեժիսորը կամ ռեժիսորն ասում էին, որ ավելի բարձր խոսեք, ես մտածում էի Աստվածին, եթե ես Հոլիվուդում լինեի, ոչ մեկ ինձ չէր ասի բարձր խոսի, ոչ ոք չէր ասի։ Կասեին, բայց դա ամենավատ բանն է, որ կարող ես ասել դերասանին։ Այո, համաձայն եմ։ Okay, հիմա նորից գանք հայաստանյան նկարահանումների մասին խոսենք, եթե կարողանանք մի քիչ ավելի բացել փակագծերը, պատմել ամեն դեպքում մի քիչ ավելի մանրամասն մեզ ֆիլմի մասին։ Միակ բանը, որ կարող եմ ասել ֆիլմի մասին, ներսես, սա է։ Այն պատմական ֆիլմ է։ Տեղի է ունենում 60-ականներին եւ ունի շատ երաժշտություն, կենթանի երաժշտություն։ Եվ դա գրեթե ամենն է, ինչ կարող եմ ասել, առանց խնդիրներ ունենալու իմ պրոդյուսերների հետ։ Նրանք ինձ հատուկ ասացին շատ բան մի պատմիր։ Հավանաբար ես արդեն շատ բան եմ ասել, բայց սա հիանալի շոու է եւ գուցե նրանք պետք է իմանան։ Սա գրեթե ամենն է, ինչ կարող եմ ասել։ Մենք շատ զգույշ ենք նախագծի իրականացման հարցում եւ համոզվում ենք, որ համահունչ ենք տվյալ ժամանակահատվածի հետ։ Հին մեքենաներ, հագուստ եւ սանրվածք։ Ես շատ բծախնդիր եմ, ուզում եմ համոզվել, որ ամեն ինչ ճիշտ է։ Ես բոլորին հարցնում եմ, այսպես էր, թե ոչ։
Տարեց մարդիկ շատ չեն ֆիլմում։ Ես շոուի ամենատարեց մարդկանցից մեկն եմ։ Ես փնտրում եմ այդ տեղեկությունները, գիշերները սովորում եմ նայելով հին արխիվային տեսանյութեր եւ փորձելով համոզվել, որ դրանք իրական են։ Այո, եւ մենք չունենք այդ հին մեքենաները, փողոցները 60-ականներից։ Ոչ, չկան մեքենաներ։ Ամեն ինչ անետացել է այդ ժամանակներից։ Կան դատարկ փողոցներ։ Գիտեք, որոշ փողոցներ երբեմն մարդաշատ են, բայց դժվար է մեքենաներ գտնելը, ճիշտ հագուստ գտնելը։ Վինտաժային հագուստ, բարձր տաբատներ, հին մաշված կոշիկներ, որովհետև դրանք նույն կոշիկներն են, որոնք փոխանցվել են հայրերից։ Բոլոր այդ մանրամասներն ինձ համար շատ կարևոր են։ Ես անձնակազմին գժվացրել եմ։ Չեմ կարծում, որ նրանք այդ կոշիկների կապիչներն ունեին։ Ամեն ինչ դրան էր հասել։ Նրանք ասում են, գնանք կոշիկներ տեսնելու։ Ասում եմ, չգիտեմ, ես ուզում եմ, որ ամեն ինչ իդեալական լինի։ Այո, դա ֆանտաստիկ է։ Եվ հիմա կուզեմ, որպեսզի ձեր խորհուրդը լսեն այն մարդիկ, այն ստեղծագործողները, ովքեր ապրում են Հայաստանում, հիմա նայում են ձեզ, ռեժիսորներ, արտիստներ, վստահ եմ, որ ուզում են լսել ձեզնից խորհուրդ, չգիտեմ, ոնց հայտնվել մեծ կինոյում, դեպի Հոլիվուդ ոնց գնալ։ Ես կպատմեմ, թե ինչպես ստացա այս աշխատանքը։ Ես խոսել եմ երիտասարդ հայ կինոգործիչների հետ Կալիֆոռնիայում եւ Հոլիվուդում։ Նրանք հավաքեցին մի խումբ կինոգործիչների, որոնք ցանկանում էին իմանալ նույն քո տված հարցի պատասխանը։ Գնացի իմ լավ ընկերոջ Արթուր Սուքյասյանի հետ։ Նա պրոդյուսերն էր բոլոր prime time ֆիլմերի։ Մենք խոսեցինք եւ փորձեցինք ոգեշնչել կինոգործիչներին, եւ Լոս Անջելեսում վերջին 6-7 տարիները նվիրված էին բազմազանությանը։ Դժբախտաբար նրանք մեզ հայերիս չեն ճանաչում որպես բազմազանություն։ Նրանց համար դժվար է աշխատանք գտնել։ Ինձ համար ոգեշնչելը նշանակում է ասել գրեք ձեր պատմությունները։ Համոզվեք, որ պատմությունները լավն են։ Նկարեք կարճամետրաժ ֆիլմ։ Դուք կարող եք ֆիլմ նկարել։ Երանի ես iPhone ունենայի, երբ սկսում էի։ Դուք ամեն ինչ ունեք։ Իմ հին գիշերօթիկ դպրոցում ես սովորեցնում եմ, թե ինչպես ֆիլմեր նկարահանել iPhone-ով։ Քանի որ iPhone-ը զարմանալի գործիք է։ Դուք կարող եք ճիշտ գույները նկարել, կարող եք մոնտաժել, կարող եք նկարահանել 4K24p որակով, կարող եք անել ամեն ինչ, ավելացնել երաժշտություն եւ ունենալ հիանալի կարճամետրաժ ֆիլմ միայն ձեր տեսախցիկի կինոստուդիայում։ Այնպես որ ես սովորեցնում եմ, թե ինչպես են ֆիլմեր նկարահանվում iPhone-ով։ Այո, եւ դա մեծ հնարավորություն է, կարծում եմ։ Հրաշալի է, նրանք ամեն ինչ ունեն։ Նրանք պարտավոր չեն տեսախցիկ վարձակալել։ Պարզապես անհրաժեշտ են դերասաններ եւ լուսավորություն։ Եվ տեսախցիկն այնքան լավն է, որ կարճամետրաժ ֆիլմ նկարահանելու համար իրականում շատ լուսավորություն պետք չէ։ Ես դա սովորեցնում եմ իմ հայ աշակերտներին եւ իմ դպրոցին, այն ավագ դպրոցում, որտեղ ես սովորել եմ։ Ես ամեն տարի վերադառնում եմ այնտեղ դասավանդելու։ Եվ վերջում, որն է ձեր երազած նախագիծը, որը դեռ չեք իրականացնել ու ինչն է ձեզ խանգարում դա անել եւ գուցե դա հենց այս նախագիծն է, որ դուք հիմա անում եք Հայաստանում։ Այս նախագիծը, որը ես հիմա անում եմ, անկասկած երազանքի նախագիծ է։ Բայց ես գրել եմ մի նախագիծ մտավոր խնդիրներ ունեցող տղամարդու մասին, որն իր վաստակն է համարում ուրիշի ստեղծած արվեստը։ Ես այն գրել եմ Նյու Յորքի համար, բայց հիմա մտածում եմ այն փոխել եւ տեղափոխել Երևան։ Այն ամբողջությամբ տեղի է ունենում Երևանում։ Հիանալի փորձառություն եմ ունենում այստեղի բոլոր կինոգործիչների եւ պրոդյուսերների հետ։ Իմ բեմադրող նկարիչը երիտասարդ է եւ բացարձակ ադամանտ, տաղանդ։ Մտածում եմ փոխել սցենարը եւ առաջարկել. եկեք հաջորդը նկարահանենք այդ ֆիլմը։ Կոչվում է Վինսենտ, որը հավանաբար կփոխվի Տիգրանի կամ նման մեկ այլ անունի։ Այո, ոչ Վինսենտ։ Այո, Հրաշալի է։ Շնորհակալ եմ։ շատ շնորհակալ եմ։ Կրկին մեծ պատիվ էր լինել այստեղ։ Հիանալի աշխատանք էր Գառնիում։ Ես շատ տպավորված էի։ Շնորհակալություն շատ եւ հաջողություն ֆիլմի նկարահանումների։ Շատ շնորհակալ եմ։ Դե ինչ, Հոլիվուդում ասում են cut, մենք ասում ենք շնորհակալություն։ Դերեն շնորհակալություն եւս մեկ անգամ պատմությունների ու էներգիայի համար։ Այսօրվա նկարահանումն այստեղ ավարտվեց, մոնտաժը ձեր ժպիտներով կլինի։ Շնորհակալություն Rootsline Band-ին, մեր ամբողջ թիմին։ Մենք կվերադառնանք նոր պատմություններով։ Եղեք խաղաղ, բարի գիշեր։